Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն քվեարկությամբ հաստատել է հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այն ներկայացրել էր երկրի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը։ Առաջիկայում բանաձևը կներկայացվի Իսրայելի խորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը։ Բանաձևի հաստատման քվեարկության ժամանակ Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ իր համար այդքան էլ կարևոր չէ, թե ինչու մինչև այժմ հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել։ Ճիշտ քայլ անելու համար երբեք ուշ չէ։ Կարևորն այն է, որ մենք դա անենք հիմա, որպեսզի տարբեր հարթակներում այլևս մեզ չհարցնեն, թե ինչու ենք խուսափում դրանից։ Սա եւ բարոյական եւ պատմական պարտավորություն է, եւ իմ կարծիքով դրանից խուսափելու որևէ հիմնավոր պատճառ չկա, նշել է դիվանագետը։ Ըստ նրա, սա Իսրայելի նկատմամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարության օրոք Թուրքիայի ցուցաբերած բացահայտ թշնամանքի, սուր հռետորաբանության եւ թշնամական գործողությունների դիմաց վրեժխնդրության քայլ չէ։ Հրեական պետության արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ հայտարարել է, թե Թուրքիան Իսրայելի դեմ տարածում է կեղծ պնդումներ, սակայն դա նրան անձեռնմխելիություն չի տալիս պատմական ճշմարտությունների նկատմամբ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը։ Անկարան Թել Ավիվի նման որոշումը բնութագրել է որպես չարամիտ քայլ։ Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող եւ միջազգային արդարադատության դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով քննվող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները, նշված է հայտարարության մեջ։ Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ընդունված որոշումը ցույց է տալիս, որ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հայտնվել է ծանր վիճակում։ Թուրքիան շարունակելու է վճռականորեն աշխատել, որպեսզի վերջ դրվի Իսրայելի ծավալապաշտական եւ ապակայունացնող քաղաքականությանը, իսկ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ, հատկապես պաղեստինյան ժողովրդի, ինչպես նաեւ խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործությունների համար, նշված է հայտարարության մեջ։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն անդրադարձել է այն պետություններին, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է պայքարել ռուսական քարոզչության արշավի դեմ, ավելի ուժեղ դարձնելով ոչ միայն իրենց, այլև ամբողջ Եվրոպան։ Նախարարն ընդգծել է, որ Մոսկվայի ջանքերն ուղղված են հասարակությունները բաժանելուն եւ ժողովրդավարական ինստիտուտները քայքայելուն։ Եվրամիությունը վերջերս Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ մեկնարկեց անդամակցության բանակցությունների առաջին փուլը։ Չնայած դա չի նշանակում, որ երկու երկրից որևէ մեկը մեկ գիշերվա ընթացքում կդառնա ԵՄ անդամ, այն վերահաստատում է մեր փոխադարձ նվիրվածությունն այդ նպատակին եւ ապահովում է բարեփոխումների հստակ ճանապարհային քարտեզ, որն ի վերջո կամրապնդի ամբողջ Եվրոպան, ասել է Յոհան Վադեֆուլը։ Նա հիշեցրել է Հունգարիայի մասին, որտեղ նոր կառավարության ընտրությամբ վերջ է դրվել երկար տարիների քաղաքական փակուղուն, որն արգելել է եվրոպական առանցքային որոշումների ընդունումը։ Տոկունության առումով ոգեշնչման մեկ այլ աղբյուր է Հայաստանը։ Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին իրենց աջակցությունը երկրի Եվրոպամետ կառավարությանը, արտահայտելով Ռուսաստանի ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու եւ Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը, ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը։ Նրա խոսքով սոցիալական ցանցերում հաճախ կարող է թվալ, թե ռուսական ազդեցությունն ամենուր է, բայց իրական աշխարհն այլ բան է ասում։ Ժամանակ առ ժամանակ մարդիկ տեսնում են Կրեմլի բաժանելու եւ տիրելու փորձերը, փոխարենն ընտրելով համագործակցության, ազատության եւ ժողովրդավարության վրա կառուցված ապագան, հայտարարել է դիվանագետը։ Նա նաեւ վստահեցրել է, որ Եվրոպան շարունակում է ուժեղանալ իր մոտիկ եւ հեռու գործընկերների հետ։ Անկորիջի գագաթնաժողովում իսկապես որևէ պայմանավորվածություն չի եղել, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռոսիա հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Ռուսաստանի նախագահը նշել է, կասկածում է, որ եվրոպացի առաջնորդներին հաջողվել է համոզել ԱՄՆ նախագահին Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ իրենց դիրքորոշման հարցում։ Ես ոչինչ չգիտեմ այդ մասին եւ կասկածում եմ, որ դա հնարավոր է։ Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների նախագահը վերջի վերջո հասուն եւ փորձառու քաղաքական գործիչ է, նշել է նա։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Իրանի շուրջ ճգնաժամի ավարտից հետո իրենք սպասում են ամերիկացի ներկայացուցիչների Մոսկվա ժամանելուն։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները եւ կրկին մանրամասն քննարկել այդ հարցերը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ավելի խիստ միջոցներ կձեռնարկի Հորմուզի նեղուցում կանոնները խախտող նավերի դեմ։ Ավելի վաղ ամերիկյան ուժերը հարվածներ էին հասցրել իրանական առափնյա ռազմական ենթակառուցվածքներին Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի գործողություններին հակազդելու նպատակով։ Ի պատասխան ԻՀՊԿ ռազմածովային եւ ավիատիեզերական ստորաբաժանումները բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր են արձակել Քուվեյթում եւ Բահրեյնում գտնվող Միացյալ Նահանգների 8 ռազմական օբյեկտի ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հիշեցրել է, որ Իսլամաբադի հուշագրի համաձայն Իրանն է պատասխանատու Հորմուզի նեղուցում նավերի անցման մոնիտորինգի համար։ Կորպուսը վստահեցրել է, այսուհետ սահմանված կարգը խախտող նավերի նկատմամբ կկիրառվեն ավելի վճռական գործողություններ, քան նախկինում։ Դավիթ Մուրադյան, լուրեր։